Ժողովուրդ օրաթերթը գրում է օրաթերթի տեղեկություններով հակակոռուպցիոն կոմիտեում դատավոր Արտուշ Գաբրելյանի կաշառքի գործով կա անջատված մաս ու քննությունը շարունակվում է։ Դատելով իրավիճակից դատավորին կաշառք տալու գործով այլ անձիկ կան ներգրավված, որոնց բացահայտելու համար հակակոռուպցիոն կոմիտեում քննությունը շարունակվում է։ Հիշեցնենք, որ մայիսի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ 10,000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Հայաստանի Հանրապետության դատական իշխանության ներկայացուցչի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Մասնավորապես պարզվել է, որ ԳԽ-ն պայմանավորվածություն է ձեռք բերել իր մտերիմի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի հետ կաշառքի դիմաց վերջինիս վարույթում գտնվող քրեական գործով արհեստական հիմքերի ստեղծմամբ ԶՍ-ի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու եւ որոշումը սահմանված կարգով փորձագիտական հիմնարկ չուղարկելու եղանակով դատաքննությունն անհարկի ձգձգելու եւ արդյունքում հանցանքի կատարման վաղեմության ժամկետները լրանալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է, այնինչ չհաջողվեց 2018-ին Նիկոլ Փաշինյանը փորձում է անել հիմա։ Նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը տապալելուց մոտ 8 տարի անց Փաշինյանի թիրախում կրկին եկեղեցին է եւ վեհափառը։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը քննարկել են այն հարցը, որ չեն պատրաստվում նահանջել եկեղեցուն ու վեհափառին վարկաբեկելու Գարեգին Բային եկեղեցուց հեռացնելու հարցերում։ Մեզ փոխանցում են նաեւ, որ իշխանությունները կոմպրոմատներ են հավաքել վեհափառի ու նրա շրջապատի մասին, որոնք պետք է օգտագործվեն նրանց դեմ։ Դրանք անձնական բնույթի տվյալներ են, որոնք իշխանությունը վաղուց ունի իր ձեռքի տակ, բայց պատրաստվում է հիմա օգտագործել։ Իսկ փաշինյանական կայքերը կոնկրետ անուն էին հրապարակել եւ պահանջ են ներկայացում, թե Խաթուն Գրիգորյանցը եւ Գարեգին II պետք է ԴՆԹ հետազոտության ենթարկվեն։ Կասկածներ կան, որ նա վեհափառի դուստրն է։ Իրավունք թերթը գրում է, Փաշինյանին մոտ կանգնած կառավարական աղբյուրների փոխանցման վերջինս կադրային ջարդ է սկսելու պետական կաբինետներում, մասնավորապես սև ցուցակում հայտնված նախարարների ու փոխնախարարների անունները անցնում են Աննա Հակոբյանի թրի տակով։ Ասում են այն օրերին, երբ Փաշինյանը հիստերիկ ելույթներ է ունենում, դրա ուղիղ միավորը Աննան է, ով շիրան տալիս է ամուսնուն ու մի կողմ քաշվում։ Այսպիսով կառավարական չիստկան սկսվելու սոցապից հասնելով մինչև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն։ Հրապարակ թերթը գրում է, 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակներում էջմիածնում նախատեսում են հիմքից քանդել էջմիածնի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի շենքը եւ 0-ից նորը կառուցել։ Նախագիծն արդեն հաստատված է, տենդերը կայացել է, պետական գնումներին մասնակցել է 3 շինարարական ընկերություն։ Նախագծի նախնական արժեքը 2 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Քանդելը շատ թանկ է, հատկապես եթե հիմքից է արվում։ Եթե շենքը վերանորոգման դրվեր, կարելի էր շատ ավելի էժան գնով վերականգնել, անգամ կողքին նորը կառուցելն ավելի էժան կլիներ։ Մեզ ասած շինարարական ընկերության ներկայացուցիչը չթաքցնելով զարմանքը, թե մեր աղքատ պետությունն ինչու է կանգուն շենքը քանդում, որ նոր դպրոց կառուցի։ Կարող էին դպրոցի 5 շենքը ցանկացած այլ նպատակի ծառայեցնել, այլ ոչ թե 300 դպրոց կառուցելու պլանն ապահովելու համար հիմնահատակ քանդել։ Ստացվում է, որ իշխանությունը պետական միջոցներն ուղղակի քամուն է տալիս։ Կրթության, գիտության, մշակույթի նախարարությունից տրամադրեցին շրջակա միջավայրի նախարարության փորձաքննության եզրակացությունը դպրոցի հետ կապված, որից տեղեկացանք, որ ոչ միայն 6 երկհարկանի մասաշենքեր են քանդելու, այլև տեխնիկայի տեղաշարժմանը խանգարող 68 ծառ է հատվելու, որից միայն 17-ը կվերատնկվի։ Հրապարակ թերթը գրում է, թվում է Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում ազգային ժողովի ՔՊ ֆրակցիան պետք է քննարկեր Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի փոփոխության հարցը, համաձայն որի Հայաստանի Հանրապետությունն ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում, սա նշանակում է, որ պետությունն ընդունում է եկեղեցու ինքնուրույնությունը, ինչը ենթադրում է նաեւ առաշորդի ընտրության հարցում ինքնակառավարում։ Հայ է բարձրագույն մարմինն ազգային եկեղեցական ժողովն է, որը եւ ընտրում է կաթողիկոս։ Ընտրությունն անցկացվում է 3 փուլով։ Առաջին փուլից հետո մնում են առավելագույն ձայներ ստացած 3 թեկնածուները։ Երկրորդ փուլից հետո 3-ից 2-ը երրորդ քվեարկությամբ որոշվում է, թե ով կլինի կաթողիկոսը։ Չնայած ԿՊԱ-կանները վերևից հրանգ են ստացել կատաղի մարտեր մղել հոգևոր դասի դեմ, մասնավորապես կուսակրոնության թեմայով, սակայն մի ստվար զանգված մտահոգ է, որ Փաշինյանն այս աղմուկի տակ այլ վտանգ
վտանգավոր հարցեր է ուզում լուծել։ Հասարակությանը նման թեմաներով հիասթափեցնելուց եւ նրա դիմադրողականությունը կոտրելուց հետո Փաշինյանը հնարավոր է ստորագրի խաղաղության պայմանագրի Ալիևյան տարբերակը կից լրացումներով, որոնց շարքում նաեւ 300,000 ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցումն է այլ վտանգավոր պահանջներ։ Հրապարակ թերթը գրում է. մենք դեռ 2020 թվականի ապրիլի 21-ին գրել էինք, որ SATH.am կայքում հայտնաբերել ենք Նիկոլ Փաշինյանի հայրենի կինոթատրոնի մերձակայքում Գարեգին Նժդեի 29 հասցեում գտնվող բնակարանի վաճառքի մասին հայտարարությունը։ Հետագայում Փաշինյանն իր ասուլիսներից մեկում ասել էր, որ չեն կարողանում իրենց ուզած գնով վաճառել այդ բնակարանը, իսկ այս տարի ընտանեկան փոդքասթներից մեկի ժամանակ ասել էր, որ փոդքասթի համար անհրաժեշտ գումարը բնակարանի վաճառքից ստացված գումարից են ծախսում, որը կարողացել են վաճառել 2024 թվականին եւ շեշտել էր, որ բնակարանն Աննայի սեփականությունն էր։ Աննա Հակոբյանն այս բնակարանը նշել է 2024 թվականի եկամուտների հայտարարագրում գնորդի անունը Մարինա Ալբերտի Ռուց ոչինչ չի ասում լայն հանրությանը։ Ավելին նա Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չկա։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ։ 3 սենյականոց բնակարանը վաճառվել է 45 միլիոն 500,000 դրամով, որը բավականին լավ գին է այդ տարածքի համար։ Սա այն բնակարանն է, որտեղ վարչապետի որդին Աշոտ Փաշինյանը 2024 թվականի մարտի 8-ին իր նկարների ցուցադրություններ կազմակերպել եւ որի պատերի լուսանկարները պատտվում են սոցցանցերով այն բանից հետո, երբ Փաշինյանը Չուլան անվանեց եկեղեցիները։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը, այն է 1 բնակարան բազմաբնակարան շենքում եւ 1 այգետնակ ամառանոց։ Բազմաբնակարան շենքի բնակարանը ձեռք է բերվել 2014 թվականին Երևանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ այգետնակը Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում 2005 թվականին։ Առողջ ապրելակերպ թելադրող Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է Ford Magnus-ի ավտոմեքենա 2012 թվականին թողարկման, որը գնել է 2015 թվականին։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 67,000 դրամ, 2576 ԱՄՆ դոլար, 14 եվրո։ Բանկային ավանդները կազմել են 40,035 ԱՄՆ դոլար։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 32 միլիոն 227,000 դրամ, որից 20 միլիոն 344,000 դրամն աշխատանքի վարձատրություն է, իսկ 11 միլիոն 873,000-ը շահաբաժին է Աբովյան 39-ից։ Մամուլը երկար տարիներ է ինչ գրում է, որ 2017-ից 18 թվականներին մինչև փոխնախարարի պաշտոն զբաղեցնելը Անահիտ Ավանեսյանը եղել է նաև Աբովյան 39 ՍՊ-ի տնօրենը։ Անահիտ Ավանեսյանը դատակետ հետքին հայտնել էր, որ նախկին հայտարարագրերում արկա նշված եկամուտն ինքը ստացել է Աբովյան 39 ՍՊ-ի 50% բաժնետոմսերից։ Այդ ընկերությունը զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի, Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից եւ 2012 թվականից ի վեր տվել է վարձակալության։ Աբովյան 39-ի բաժնետերերից են եղել նաեւ Անահիտ Ավանեսյանի քույրը Շուշան Վարդանյանը եւ մայրը Մարգուշ Վարդանյանը։ Համեմատության համար նշենք, որ Անահիտ Ավանեսյանը 2018 թվականի պաշտոնատար անձի տարեկան հայտարարագիր էր ներկայացրել եւ բազմաթիվ դատարկ աղյուսակներ էր թողել առողջապահության նախարարի տեղակալ եղած ժամանակ։ Նա չէր հայտարարագրել անշարժ գույք, չէր հիշատակել վերջին տարիներին հայտարարագրում հայտնված մեքենայի մասին։ Ավանեսյանի դրամական միջոցները կազմել էին ընդամենը 1 միլիոն 950,000 դրամ եւ 600 եվրո, իսկ տարեկան եկամուտները 16 միլիոն 519,000 դրամ։ Եվ հանկարծ հիմա պարզվեց, որ վաղուց ունի 2 տուն, ավտոմեքենա, որոնք առաջին հայտարարագրում չկային։ Հրապարակ թերթը գրում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խոստացել է հրապարակել այս տարվա սեպտեմբերի 27-ին, պատերազմի 5-րդ տարելիցի օրը դեռևս չի ասել իրավապահ կառույցներին։ Թեպետ Քոչարյանը հրապարակավ խոստացել է, որ զեկույցը մինչև հրապարակելն ուղարկելու է գլխավոր դատախազություն, ԱԱԾ պաշտպանության նախարարություն եւ այլ կառույցներ նախ ծանոթանալու, ապա եւ պետական գաղթի տեղեկատվության մասին խորհրդատվության համար, որպեսզի որոշեն, որ մասն է հրապարակվելու, որը գաղտնի թողելու։ Գրել էինք, որ Անդրանիկ Քոչարյանն անգամ հանձնաժողովի անդամներին թույլ չի տալիս ծանոթանալ զեկույցին, ասում են կասկածներ ունի, որ ինֆորմացիոն արտահոսքեր կլինեն եւ որոշ հանցագործներ իրենց գլխի ճարը կտեսնեն։ Զեկույցը իրականում գաղտնի են պահում նախընտրական շրջանում դրոշակ դարձնելու նպատակով։